Ուշադրություն, բարի երեկո բարեկամներ։ Ուրարտու մարզադաշտը հրավիրում է բոլոր ֆուտբոլասերներին հետևելու Afeli Summer Cup-ի քառորդ եզրափակչի Media Live Real Madrid հանդիպան ընթացքին։ Ֆուտբոլիստները մրցավարի ուղեկցությամբ դուրս եկան խաղադաշտ։ Ամեն ինչ պատրաստ է խաղի մեկնարկի համար։ Քիչ անց վայրկյաններ անց կլսվի մրցավար Գարիկ Բեգյանի մեկնարկային սուլիչը։ Այո, թիմերը խաղին մոտեցել են մարտական կազմերով։ Մոտեցել են մարտական տրամադրվածությամբ։ Եվ այսօր կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաղթանակ տանեն եւ դուրս գան կիսա եզրափակիչ։ Հանդիպումը մեկնարկում է Media Live Real Madrid։ Գնդակով մեդիայի ֆուտբոլիստներն են։ Այս պայն եկեք անցնենք մրցող թիմերի կազմերին, որից հետո հետևենք արդեն խաղի ընթացքին, սկսենք մեդիայից։ Համար 1 Հայկ Հարությունյան, համար 5 Գոր Աթաջանյան, համար 6 Բեն Ամիրջանյան, համար 7 Հայկ Բարխուդարյան, համար 8 Պաշ Աղախանյան, համար 9 Անդի Սահակյան, համար 11 Էդգար Իգիթխանով, համար 13 Միքայել Խաշմանյան, համար 19 Նարեկ Ներսիսյան, համար 22 Վահան Նահապետյան, համար 33 Արտյոմ Նովսիսյան, հաջորդը մեզ մոտ Սերոպյանն է։ Արկյունային իրացվում է, վտանգավոր դրություն է։ Չեզոքացնում է սպառնալիքը մեդիայի ֆուտբոլիստները։ Real Madrid համար 1 դարպասապահ Ալիրեզա, համար 8 Էրիկ Կարապետյան, համար 9 Արսեն Աբոյան, համար 10 Էրիկ Մանուկյան, համար 11 Գրիգոր Սարոյան, համար 26 Ժորա Գևորքյան, համար 28 Արմեն Ապերյան, համար 77 Սիրեկ Մակթախյան, համար 93 Արսեն Հակոբյան, նա թիմի ավագն է, և համար 99 Գոր Մանուչարյան։ Ռեալն է գնդակով։ Մեջայ ֆուտբոլիստները խլում են գնդակը և անմիջապես անցնում հակագրոհի կենտրոնով հարված և դարպասածողն է հիմա փրկում Ռեալին։ Մնում է գնդակը մեջայի մոտ։ Ժողովուրդ մեջայի կազմում հրկվար 30 Կրկին մեդիան է գնդակով։ Վարժում է առաջ կենտրոնով, փոխանցում Ձախեզար։ Չեզոքացնում է սպառնալիքը Ռեալի ֆուտբոլիստները և փորձում կենտրոնով շարժվել առաջ։ Մանուչարյան։ Չստացվեց փոխանցումը դեպի Արսեն Աբոյանը։ Եզրից մեդիան է գնդակը մսում խաղի մեջ։
Գործում են խապստան, կորսում են գնդակը բես մնում է գնդակը մեջայի մոտ Արված թույլ էր, Ալիռեզան շատ հանգիստ վերցնում է գնդակը և այն անմիջապես ուղարկում առաջ Կարապետյան Հակոբյան Հրաշալի փոխանցում էր Կրկին Հակոբյան Կարապետյան Եզրային նետում Աշկա, հեսա դեսեմ պրոստա սցենա, որ մեկա ժիլետներով են սպատեսի չես է ճոգեր ռումբուվա Անկյունային հարված իրասնեն ռեալի ֆուտբոլիստները Աբոյան Հեռացնում են գնդակը, բայց մնում է ռեալի մոտ ևս մեկ հարված շեղեր Երկար փոխանցում առաջ Նոչարյան Գրոյի ուղղությունը տեղափոխում են Ձախ Եզր, Բաբոյան Մեջան շարժում է առաջ Փոխանցում Աչեզեր Հարված անհաջող, հարված էր Եվ բավականին բարձր ընթացավ հարվածը Ռեալը կփորձի կազմակերպել հերթական գրողը Մանուչարյան Խացում առաջ, բայց մեջայի պաշտպանը առաջինն է հասնում գնդակին Խանցում վտանգավոր դրություն է, բայց չստացվեց հարվածը մեջայի ֆուտբոլիստի Անհաջող փոխանցում էր, բայց կրկին Մանուչարյանը ստանում է գնդակը Խապս է տալիս Աբոյան Աբոյան փոխանցում Խախտում չկա, կարող են շարունակել խաղը Հարված և գոլ, Էրիկ Կարապետյան, գոլ, 1-0 Ներողություն Էրիկ Մանուկյանը գրավեց դարպասը Ռեալը բացում է հանդիպման հաշիվը Էրիկ Մանուկյան 1-0 Հանդիպման 8-րդ րոպեին Մանուկյանը Գրիգոր Սարոյանի փոխանցումից հետո բացում է հանդիպման հաշիվը և հիմա հերթը մեջային է գրոհելու Սարոյա Խաղի կանոնների խախտում Վնասվածք է ստացել մեջայի ֆուտբոլիստը Ամեն ինչ կարգին է կարող են շարունակել հանդիպումը Ռեալն է գնդակով, Սարոյան Չեն շտապում ռեալի ֆուտբոլիստները Մանուկյան
Մանուչարյան փոխանցում Զախեզը դեպի Աբոյանը փոխանցում արված եւ ինչպիսի դիրքից է վրիպում հիմա Դոր Մանուչարյանը հրաշալի հնարավորություն էր հաշիվը կրկնապատկելու, բայց դերողություն Էրիկ Կարապետյանն էր հարվածում դարպասին Մանուկյան, Կարապետյան, հարված, գոլ 2-0 Ռեալը կրկնապատկում է հաշիվը Էրիկ Կարապետյանը կրկնապատկում է հաշիվը երկու Էրիկները, այսպես ասած, այսօրվա խաղի դեռևս երկու գոլի հեղինակները Էրիկ Կարապետյան եւ Էրիկ Մանուկյան։ Խաղի 10-րդ րոպեն է հաշիվը 2-0 օգուտ Ռեալին, հիմա Մեդիան է գնդակով։ Եվ անհաջող փոխանցում Էրիկների բենեֆիս այսօր կարելի է համարել։ Երկար փոխանցում առաջ, հեռացված է գնդակը։ Մեդիան է գնդակով, փոխանցում կենտրոն։ Հարված շեղեր։ Հրաշալի կերպով ընդունում է գնդակ Ռեալի ֆուտբոլիստը Մանուչարյան։ Կենտրոնով շարժում է առաջ։ Հրաշալի փոխանցում է, բայց պատասխան փոխանցումն անհաջող էր եւ տեսնենք Մեդիայի հակագրողը կենտրոնով։ Հարված եւ անկյունային։ Մեդիան է իրացնում անկյունային հարվածը։ Կենտրոն։ Հրաշալի են պաշտպանվում Ռեալի ֆուտբոլիստները։ Ալիռազան տիրում է գնդակին եւ փոխանցում դեպի Մանուկյանը, որն էլ իր հերթին երկար փոխանցում է կատարում դեպի առաջ։ Եվ հաստակում անկյունային հարվածի իրավունք։ Աբոյանն է գնդակի մոտ։ Խոցում։ Հարված, հրաշալի հարված է և ոչ պակաս հրաշալի խաղաց Մեդիայի դարպասապա փրկելով դրությունը։ Կրկին Մեդիայի մոտ է գնդակը։ Փոխանցում կենտրոնան, հաջող էր Կարապետյանը տիրում է գնդակին փոխանցում, բայց ուժեղ էր Մանուկյանին չի հասնում փոխանցումը։ Զրից Մեդիան է գնդակը մստով խաղի մեջ փոխանցում։ Մանուչարյանը հրաշալի կերպով խլում է գնդակը։ Ինչ է անում հիմա Աբոյանը, կորցնում են գնդակը։ Փոխանցում։ Վտանգավոր կարող է ստացվել։ Ալիռազան փրկում է դրությունը գնդակը դուրս բերելով անկյունային։
Սամ բայց մալադեց, իրար լավ սկսակ հասկում է, բրոստը պրծնում է։ Անկյունային իրացված է, հարված չստացվեց, հարվածը մեդիայի ֆուտբոլիստի։ Հասնում է գնդակին ֆուտբոլիստը, Մանուկյան, Աբոյան հարված թույլ էր։ Թույլ էր հարվածը դարպասապա հեռացրեց գնդակը և հիմա մեջան կազմակերպում է հերթական արագ հակագրողը արդեն խաղադաշտի աջ եզրից փոխանցում դեպի կենտրոն, հարված շեղեր։ Անուշարյան, Աբոյան, Մանուկյանը կենտրոնով փորձում է շարժվել առաջ փոխանցում է կատարում դեպի Էրիկ Կարապետյանը, կապս է տալիս, երկրորդին է շրջանցում Կարապետյանը հարված և 3-0, 3-0 Էրիկ Մանուկյան դուբել։ Էրիկ Մանուկյանը դուբլի հեղինակ է դառնում բարեկամներ հաշիվը դարձնելով խոշոր 3-0 Մեջյանի գնդակով փոխանցում առաջ Աբոյանը հեռացնում է գնդակը Ակոպյան Մեջյան գրոհում է Փոխանցում անկյունային Փոխանցում առաջ հարվածը չստացվեց շեղեր Փորձում են, ամեն դեպքում փորձում են մեդիայի ֆուտբոլիստները գրավել Ռեալի դարպասը, բայց Ռեալը դեռևս կարողանում է չեզոքացնել բրցակցի գրողները Կրկին մեդիան է գնդակով հարված կրկին անգամ Ալիրեզա Անուչարյան հրաշալի են խաղում Չասա փոխանցում Աբոյանին Հարված բարձր էր Բարձր էր հարվածը և վնասված կստացել հիմա Համ Ռեալի ֆուտբոլիստը, համ մեդիայի Մեդիան ընդգրկված է Սամրքապի ախմբում, որտեղ խմբային փուլը ավարտեց 6-րդ տեղում վաստակելով 9 միավոր։ Իսկ Ռեալը նախավերջին տեղում ավարտեց խմբային փուլը, վաստակելով ընդամենը 4 միավոր։ Ամեն ինչ կարգին է կարող են շարունակել հանդիպումը։ Ռեալն է գնդակով, Մանուկյան Աբոյան Եվ մեդիայի հերթական գրոհը Ալիրեզան Ֆանտաստիկ հանդիպում է անցկացնում Ռեալի դարպասապահը
գնային հարված այստեղ։ Թե 11 մետրանոց։ 11 մետրանոց հարված։ Ռեալ հրաշալի հնարավորություն է ստանում 4-րդ գնդակն ուղարկելու մրցակցի դարպասը։ Գնդակի մոտ Էրիկ Մանուկյանն է համար 10։ Ոչ, այստեղ չկար։ 11 մետրանոց չտշեց։ Կամ պարզապես Մանուկյանը չցանկացավ հարվածել, գնդակը նվիրելով մեդիայի դարպասապահին, երկար փոխանցում առաջ։ Մանուկյան։ Աբոյան, ինչ է անում Արսեն Աբոյանը։ Մեդիան է գնդակով ուժեղ էր փոխանցումը և խաղընկերը չհասավ փոխանցմանը, հարված Ալիրեզայի պաշտպանած դարպասից։ Մանուչարյան, խոցում դեպի Աբոյանը, Կարապետյան, Մանուկյան բարձր էր։ Մեդիան է գնդակով։ Հարվածը բավականին շեղ ստացվեց։ Արսեն Աբոյանը կենտրոնը շարժում է առաջ, փոխանցում, բայց ուժեղ էր։ Փոխանցումը Մեդիան է գնդակով։ Գործում է խապ ստալ, բայց Ժորա Գևորգյանը ստիպում է մրցակցին խախտել խաղի կանոնները։ Աբոյան խապս է տալիս։ Փոխանցում Հակոբյան։ Հրաշալի է խաղում մեդիայի դարպասապահը փրկելով դրությունը։ Հրաշալի հարված կատարեց Արսեն Հակոբյանը։ Մանուչարյան, գործում է գնդակ Նոր Մանուչարյանը։ Անկյունային հարված մեդիան կիրացնի անկյունայինը։ Քիչ ժամանակ է մնում առաջին խաղակեսի ավարտին։ Ռեալը 3-0 հաշվով հաղթում է մրցակցին։ Չէ շտապում Ռեալի ֆուտբոլիստները։ Մանուչարյան։ Հակոբյան։ Գործում է գնդակ Արսեն Հակոբյանը։
Եվ վերջ, առաջին խաղակեսը ավարտվում է 3-0 հաշվով Ռեալը հաղթում է առաջին կեսից հետո այս մենք կարճատև դադար, որից հետո կվերադառնանք և կշարունակենք ռեպորտաժը Եվ այսպես բարեկամներ սկսված է Media Live Real Madrid հանդիպման երկրորդ խաղակեսը Առաջին կեսից հետո Ռեալը հաղթում է 3-0 հաշվով Հիշեցնեմ սա Summer Cup-ի քառորդ եզրափակչի հանդիպում է Հետաքրքիր առաջին խաղակես ունեցանք բազմաթիվ գրոհներ երկու թիմերի կողմից էլ սակայն Ռեալը կարողացավ Այդքան գրոհներից 3-ը ավարտել դարպասի գրավմամբ Տեսնենք ինչ ընթացք ունենա երկրորդ խաղակեսը Եզրային նետում Տրոսյան Լևոն Մարտիրոսյան Մանուչարյան Չկա խաղթում ցույց է տալիս մրցավարը Հարված Շեղեր Այնպես չէ որ չեն գրոհում մեդիայի ֆուտբոլիստները գրոհում են բավականին շատ գրոհներ են կազմակերպում սակայն մեդիայի հարձակողների պակասում է դիպուկությունը դեռևս Հեռացված է գնդակը, եզրից մեդիա կնետի գնդակը խաղի մեջ Փոխանցում դեպի Տուգանային հրապարակ Չասավ փոխանցմանը խաղընկերը Եվ հարված Ալի Ռեզայի պաշտպանած դարպասից Մայլը Ռեալը եզրից կնետի գնդակը խաղի մեջ Հեռացնել է պետք Շարժի ամեն դեպքում նման վտանգավոր խապսերի դիմել սեփական Տուգանային հրապարակում Չասա փոխանցում է Մարտիրոսյանին Այո, Մանուչարյանը ստիպում է մրցակցին գնդակը դուրս բերել եզրից Ամեն գնդակի մը խաղա, էլի Մանուկյան, նահանջել է Մանուկյանը Բավականին հրաշալի տպավորություն են թողնում այսօր Ռեալի ֆուտբոլիստները Ժեղ փոխանցում առաջ Դե հարված, փակում է գնդակի ճանապարհը Արմեն Ապերյանը Հեռացված է, չեզոքացնում է սպառնալիք Ռեալի ֆուտբոլիստները Ապերյանը խլում է գնդակը Փոխանցում է պետք կատարել Գնդակի կորուստ Խոցում առաջ, վտանգավոր կարող է ստացվել Կարապետյան Հակոբյան, Շեղեր
Փորձեց Մանուկյանը կանգնեցնել, գնդակը չստացվեց։ Արված շեղեր։ Չի ստացվում այսօր, ոչինչ չի ստացվում մեջայի մոտ։ Չնայած պետք է այստեղ փաստենք այսօրվա խաղում նաև Ալիրեզա երաշալի խաղը։ Մի շարք դրվագներում հատկապես առաջին խաղակեսում փրկեց Ալիրեզան Ռեալին։ Մանուկյան։ Մարտիրոսյան հարված եւ անկյունային։ Գորմանոչարյան փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, հարված եւ գոլ։ Գոլ բարեկամներ Էրիկ Կարապետյան։ Հա տեսեք ինչպիսի գեղեցիկ կերպով է Կարապետյանը նշում խփած գոլը։ Էրիկ Կարապետյանը Գորմանոչարյանի կատարած փոխանցումից հետո հաշիվը դարձնում է 4-0 բարեկամներ։ Վտանգավոր կարող է ստացվել, բայց նա մեջայի հակագրոհը վտանգավոր դրություն է և ինչպիսի վտանգավոր պահեր ինչպիսի դրվագ և ինչպիսի դիրքից չկարողացավ գրավել մեջայի ֆուտբոլիստը Մանուկյան և եզրային նետում Խանցում դեպի Տուգանային հրապարակ վտանգավոր կարող է ստացվել Մարտիրոսյանը խլում է գնդակը Չի ասա փոխանցումը Կարապետյանին Այո, ինչպես ասում են, Էրիկների հանդիպումն է այսօր նրանց բենեֆիսը 4 գոլ այսօրվա խաղում 2 գոլի եղինակ է դարձել Էրիկ Մանուկյանը, 2-ը խփել է Էրիկ Կարապետյանը Մանուչարյան Հակոբյան Կարապետյան, Մանուչարյան, հրաշալի կարող է ստացվել, հարված Շեղեր Ամեն ինչ անում է Հակոբյանը այսօր գրավելու մրցակցի դարպասը, սակայն դեռևս դիպուկ չեն Արսեն Հակոբյանի հարվածները Մեջանի գնդակով փոխանցում հարված Ալիրեզա Պարզապես Ալիրեզա Ֆանտաստիկ մարզավիճակում է գտնվում Ռեալի դարպասապահը Անհաջող Ալիրեզայի կողմից Խանցում հեռացված է գնդակը և Կարապետյանն հնարավորություն է ստանում շարժվելու առաջ աչեզրով Կորսնում է գնդակը Արմեն Ապերյանը Հարված կրկին Ալիրեզա
Եզրից մեջ են կնետի գնդակը խաղի մեջ։ Փոխանցում հարված հեռացնում են գնդակը Ռեալի ֆուտբոլիստները։ Կրկին մեջայի մոտ է գնդակը։ Եվ հարվածը շեղ էր, որցեց փոխանցում կատարել, բայց Կարապետյան փորձեց Զինեդին Զիդանի ոճով շրջանցել մրցակցին Կարապետյանը, բայց չստացվեց։ Խանցում չաստավ գնդակին խաղանքերը հարված Ռեալի դարպասից Անուչարյան Հակոբյան, հրաշալի փոխանցում էր Աբոյան Չկարողացավ Արսեն Աբոյանը 5-րդ գնդակն ուղարկել Մրցակցի դարպասը Համ հրաշալի գրոհում են Ռեալի ֆուտբոլիստներն այսօր համ հրաշալի պաշտպանվում Էրիկ Մանուկյան, մի փոքր պասիվ է երկրորդ կեսում Էրիկ Մանուկյանը Մարտիրոսյան Հակոբյան, թույլ էր Արսեն, Հակոբյանի հարվածը Տականան հաշվը նկատ փոխանցում է մեջայի ֆուտբոլիստների կողմից Մանուկյանը հրաշալի կերպով ընդունում է գնդակը Լևոն Մարտիրոսյանը ստանում է գնդակը, հարվածում և գոլ Գոլ բարեկամներ 5-0 Արսեն Հակոբյան Ոչ գնդակը չդիպավ Հակոբյանի ոտքին Լևոն Մարտիրոսյանը Այո ինձ թված Մարտիրոսյանի հարվածից հետո Հակոբյանը դիպավ գնդակին, բայց ոչ Գոլն արձանագրված է Լևոն Մարտիրոսյանի հաշվին 5-0 Ռեալը հաշիվը դարձնում է էլ ավելի ջախջախիչ Տեղին քարտ է ստանում մեդիայի 7 համարը Հայկ Բարխուդարյանը
Հայկը բարդայան Գորման Օչարյանն է գնդակի մոտ, կարող է նաև հարվածել դարպասին բավականին, հարմար դիրքում է, հարված, հրաշալի էր և հորիզոնական դարպասաձողն է, օգնության հասնում մեջային, և մեջայի հերթական գրոհը կենտրոնով խլում են գնդակը, Աբոյան, Մարտիրոսյան ետ փոխանցում, Արսեն Հակոբյան, ուժեղ էր փոխանցումը և Ալիռեզան տիրում է գնդակին, Աբոյան, Ձախեզով սլանում է առաջ Արսեն Աբոյանը, Գորման Օչարյան, անհաջող փոխանցում, փոխանցում առաջ, Ալիռեզա իր բարձունքների վրա է, վնասվածք է ստացել մեջայի ֆուտբոլիստը, Լևոն Մարտիրոսյան, փոխանցում դեպի Մանուչարյանը, մեջայի գրոհը հարված, ֆանտաստիկ Ալիռեզա, հետո չլիներ Ալիռեզան ինչ կկատարվեր այսօր, Մարտիրոսյան փոխանցում դեպի Հակոբյանը, չհասավ գնդակին, ռեալի թիմի ավագը Արսեն Հակոբյանը, հարված, Սարոյանը փակում է, հարվածի ճանապարհը, Հինգ մեկ, մեջայի 11 համարը, Էդգար Իգիթխանովը խփում է իր թիմի առաջին գնդակը այսօրվա խաղում, 5-1, Էդգար Իգիթխանովը վերջապես կարողանում է գրավել Ռեալի դարպասը, Աբոյան, խաղի կանոնների խախտում Արսեն Աբոյանի հետ պայքարում, Տուգանային արված կիրասնեն ռեալի ֆուտբոլիստերը հենց Աբոյանն էլ պատրաստում է իրացնել Տուգանայինը, փոփոխություն ռեալի կազմում, այսօրվա խաղի հերոսներից մեկը Էրիկ Մանուկյանը լքում է խաղադաշտը, վտանգավոր դրություն է, դարպասաձողը փրկեց հիմա մեջային, այո երկու Էրիկները այսօր հաղթում են մեջային, խլում են գնդակը ռեալի ֆուտբոլիստները, Կարապետյան,
Փոխանցում է պետք կատարել։ Կորսում է։ Գնդակը Երիկ Կարապետյանը եւ մեդիան Արագ հակագրոհի է անցնում։ Իգիթխանով։ Հարված, Ալի Ռեզա։ Իրոք խաղի հերոսներից մեկն է Ալի Ռեզան։ Քիչ ժամանակ է մնում խաղի ավարտին, մոտ 7-8 րոպե ժամանակ ունի մեդիան խփել իր երկրորդ գնդակը։ Չեն շտապում ռեալի ֆուտբոլիստները հաղթում են 5-1 հաշվով, Սարոյան։ Ուժեղ էր Գրիգոր Սարոյանի փոխանցումը։ Կարապետյանը փոխանցում է կատարում դեպի Ձախեզր Մարտիրոսյան։ Հարված եւ գոլ։ Վերջապես իր խոսքը ասում է Արսեն Հակոբյանը։ 6-1։ Վեցմեկ բարեկամներ Արսեն Հակոբյանը Լևոն Մարտիրոսյանի կատարած հրաշալի փոխանցումից հետո գլխի հարվածով հաշիվը դարձնում է 6-1 անկյունային Մարտիրոսյանն է իրացնում փոխանցում Մեջայի հակագրոհը հարված Ալի Ռեզա Ապերյան Արսեն Աբոյան ներողություն և Արսենը ստիպում է մրցակցին խախտել կանոնները Կարապետյան Խանավ Կոշտում է գնդակը Էդգարի Գիրխանովը և խախտում խաղի կանոնները Արսեն Աբոյանը Կիրասի տուգանային հարվածը բավականին հեռու է կարծում եմ հարվածելու համար բայց տեսնենք փոխանցում է կատարում և փրկում է դրությունը այստեղ մեջայի դարպասապահը հրաշալի սահնկում ռեալի ֆուտբոլիստի կողմից Կարապետյան Դավյան Գիրխանը Կիմբար Խուդարյան Հարված Ալրեզան Տիրում է գնդակին և հանդիպումը ավարտված է Հանդիպումը ավարտվում է ռեալը 6-1 հաշվով հաղթում է մեջային հրաշալի խաղ ցույց տալով Մադրիդի ռեալը հաղթելով մեջային դուրս է գալիս Summer Cup-ի կիսա եզրափակիչ Շնորհավորում եմ ռեալի ֆուտբոլիստներին հրաշալի խաղի փայլուն հաղթանակի կապակցությամբ
Եվ այսքանով ավարտում այսօրվա ռեպորտաժը Ուրարտու մարզադաշտից։ Այն ձեզ համար կազմակերպել էր Ռաֆայելի ստեղծագործական թիմը։ Հաղորդումը վարեց Շավար Շարությունյանը, մինչ նոր հանդիպում։